Բարի երեկո բարեկամներ, եթերում Շարավիղ հեռուստածրագրի հերթական թողարկումն է։ Այսօր կպատմենք Միքայել Բեգլարյանի մասին, մարդ, ով ամբողջ կյանքը աշխատել է, եւ պատահական չէ, որ նրան որպես շինարար տնօրեն են հիշում։ ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Միքայել Բեգլարյանը ծնվել է Մարտունու շրջանի Քարահունջ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Հայրենի գյուղի Տարրական դպրոցում։ Միջնակարգն ավարտել է Սոզ գյուղում, ապա ավարտել Շուշիի ուսուցչական ինստիտուտը, այնուհետև Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նա շուրջ 60 տարի մանկավարժական գործունեություն է ծավալել Մարտունու շրջանի Խերխան, Մուշկապատ, Հերհեր, Սխտորաշեն, Սոս, Քերթ եւ Քարահունջ գյուղերի դպրոցներում։ Աշխատել է նաեւ Ժողկրտբաժնում որպես դպրոցական տեսուչ։ Միքայել Բեգլարյանը բազում կոչումների ու պատվոգրերի է արժանացել։ Ժողկրթության գերազանցիկ, Արցախի 20-րդ դարի լավագույն մանկավարժ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ։ Նա շատ գործիմաց մարդ է, ոչ թե միայն որպես ուսուցիչ, այլ որպես դպրոցի տնօրեն։ Եվ պատահական չէ, որ հետագայում էլ արդեն երբ ես դարձա կրթության բաժնի վարիչ, այդ ժամանակաշրջանում էլ ավելի մոտիկից եմ ճանաչել, որովհետև կապը անմիջական է եղել, գործի հետ կապված եւ խորհրդակցություններ եւ դպրոցական փաստաթղթերի ներկայացում, դպրոցի տեսչավորում, դպրոցի արդյունքների քննարկում էր կրթության բաժնի խորհրդում։ Այս ժամանակաշրջանում մեզ պարզվել է, որ նա գործիմաց մասնագետ է, դպրոցի լավ տնօրեն է եւ բացի որպես տնօրենի, որ ինքը լավ տնօրեն էր, միևնույն ժամանակ մեր կրթության բաժնի խորհրդակցություններում միշտ էլ թե խորհրդակցությունից դուրս երիտասարդ տնօրեններին ինքը խորհուրդներ էր տալիս, փաստորեն մեթոդական օգնություն էր ցույց տալիս, թե բանավոր, թե նույնիսկ գրավոր կերպով։ Բեգլարյանը աշխատելով մեր գյուղում որպես տնօրեն 1954-ից 1964 թվականներին իր մտահոգության առաջին կետը եղել է, որ դպրոցում դպրոցական շենք ունենալը։ Բայց դա այն տարիներն էին, երբ հայրենական պատերազմից հետո քայքայված երկիր, դժվարություններ, ամենայն դեպս կոլտնտեսության հաշվին կառուցել է Հերհերի դպրոցը, որը գոյատևել է մինչև 2002 թիվը։ Այժմ մենք մեր կոլեկտիվով հանդերձ աշխատում ենք այն դպրոցում, որի հիմնակարը դնողներից մեկը եղել է պարոն Բեգլարյանը։ Մենք մեր սերնդով հանդերձ մեր ավագ սերնդի դրական լավ ավանդույթները շարունակողներն ենք։ 1977-87 թվականներին, երբ ինքը Քերթի միջնակարգ դպրոցում աշխատում էր տնօրեն, ես այդ ժամանակաշրջանում սովորել եմ այդ դպրոցում եւ աշակերտել եմ Ջեր Բեգլարյանին։ Այնուհետև թոշակի անցնելուց հետո նախ նշեմ, որ Ջեր Բեգլարյանը լինելով Քարահունջ գյուղից, Քարահունջում աշխատել է հիմնականում իր թոշակի անցնելուց հետո, թոշակային այդ տարիներին։ Եղել է դպրոցի տնօրեն Քարահունջում 1 տարի, այդ ժամանակաշրջանում ես եղել եմ որպես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ։ Այնուհետև ինձ տնօրեն են նշանակել եւ Ջեր Բեգլարյանի հետ միասին աշխատել ենք ինքը որպես աշխարհագրության եւ պատմության մասնագետ։ Ես մոտովի տեղափոխվեցի ուղիղ Հերհերի միջնակարգ դպրոցը, այն ժամանակ դեռ 8-ամյա թե 7-ամյա։ Ապա 54 թիվը, երբ հայրս ձերքիցս բռնած առաջի երկրորդ դասարանի էի գնում, որտեղ առաջի դասարանի սովորել եմ Մարտունի, որտեղ ինքը աշխատում էր այն ժամանակ տեսուչ էր։ Երկրորդ դասարանից գնացի տեղափոխվեցինք Հերհեր, հիմա առաջի անգամ ես ձերքիցս բռնած ջնում այնտեղ վերջը ընդունում եմ այն ժամանակ հայրս դեռ 20 քանի տարեկան էլի։ Բայց արդեն 4 երեխա ունի։ 4 թե 5։ 4 երեխա ունի։
Ինգեր Բեգլանի գործնայությունը, եթե համեմատության համար նշեմ, Քերթում ընդհանրապես մոտ 100 տարվա կրթության այսպիսի պատմություն կա։ Եվ եթե մոտ 40 տարին, այսինքն առանձին դասարաններով, տարաճանաչություն, քառամյա դպրոց մնա, ապա հաջորդող այդ 60 տարվա մեջ 20 տարվա գործունեությունը Ինգեր Բեգլարյանինն է։ Եվ ընդ որում նա միաժամանակ պետք է ընդունել միջնակարգի հիմնադիրը։ Այդպես է, ոչ թե պետք է ընդունել, այլ Քերթի միջնակարգ դպրոցի հիմնադիր տնօրենն է նա։ Գործունեության ընթացքում Ինգեր Բեգլարյանը փորձել է եւ ստացվել է դա միանշանակ Քերթ գյուղում արմատավորել ավելի բարձր մակարդակի կրթություն, ավելի խիստ, ավելի դասիրակված, ավելի բարձր չափանիշներով, ավելի պահանջկոտ կրթություն։ Եվ Ինգեր Սերգյանը կարող է վկայել, որ դա շատ կարճ ժամկետում ստացվել է։ Եվ մեր շրջանավարտները արդեն ընդունելությունները սկսել է տարեստարի ավելանալ։ Այն լաբորատորիաները, ինչ լաբորատորիաներ կային։ Դե ես իմանում եմ, թե մենակ ոչ թե հերիք, այլ ընդհանրապես այն ժամանակ ուսումնական դրվածքը ուրիշ է եղավ։ Ֆիզիկայի կաբինետները, կենսաբանության կաբինետները, հետո այն պատմության, աշխարհագրության կաբինետները, այն գլոբուսները, քարտեզները, բանը, այնքան ճոխ էր այդ։ Հետո մի բան հանդեն Ինգեր Սերգյանը կայի, ուրեմն ժխոր արտարում դասամիջոցներին։ Ֆիզիկայի կաբինետից անցնում ենք պատմության կաբինետը, անցնում ենք այնքան դուք պատկերացնում եք այնքան աշակերտներ են 5 րոպեի ընթացքում դասամիջոցին այս դասարանից այն դասարան, որտեղ կաբինետային սիստեմա եւ կաբինետային սիստեմը շատ ճոխ սիստեմա լավ էր։ Էլ ասում չում են հարազուկության զալը 25 մետրանոց հարազուկության զալը դեր աղաբեկը դիվանինի եկավ հիշում։ Այդքանը ոնց հատրացալ այդ մարդանը։ Դա մծ ծառայություններ է, այո, դա էներգիա է հարկվել։ Եվ դրա հետ միասին եւ իրան դասերը դրա հետ միասին եւ իրան մեծ ընտանիքի հոգսը քաշի, իր ցեխղճուկ աշխատավարձով։ Հմուտ մանկավարժը նաև ստեղծագործում էր, հանդես էր գալիս հանրապետության պարբերականներում, իսկ հիմնական թեման դպրոցն էր կրթությունը։ 1998 թվականին հրատարակեց «Իմ սերնդի ճակատագիրը» հուշագիրքը, այնուհետև Ղարաբաղը պատմության զուգահեռներում գիրքը հրատարակեց։ Մանկավարժը շարունակելով ստեղծագործական աշխատանքը եւ ունենալով խոր գիտելիքներ պատմության բնագավառից 2004 թվականին լույս ընծայեց հայրենի գյուղի վերաբերյալ ծավալուն պատմությունը, Ղարաբաղի մեր քարահունջը վերտառությամբ գիրքը։ Այնպես ինչպես որ նկարագրել են մեր նախնիները, վերն է բերան եկած եւ ինչպես որ առանձին փաստաթղթերում կա, առանձին արխիվներում եւ այլն, նույնիսկ մատենադարան շնչերի քանակը եւ այլն ամեն ինչ կա։ Եվ գրավոր եւ բանավոր տեղեկություններ ասում են այն մասին, որ գյուղը շատ հնամենի գյուղ է։ Հետագայում տպագրվեց նաև քաղաքական գործիչ Վաչագան Գրիգորյանի հիշատակին նվիրված «Կյանք նվիրումի» գիրքը, իսկ նրա 6-րդ գիրքը պատմաբանի լուրջ գիտական գործ է։ Պատմաբան մանկավարժը աշխատում էր նաև 7-րդ գրքի տպագրման ուղղությամբ։ Կենդանության օրոք չհասցրեց հրատարակել։ Որոշ ժամանակ անց տպագրվեց նաև 7-րդ գիրքը՝ «Պատմություն առարկայի դասավանդման մեթոդների կատարելագործման ուղիները»։ Նրա գրքի վերաբերյալ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Միքայել Բալյանը գրում է. «Կարդում եւ ուղակի հիանում ես։ Հիրավի հոյակապ գիրք է։ Պարզապես զարմանում ես, որտեղից այսքան ծով գիտելիքներ, պատմական դեպքերի, հերոսական դրվագների, նշանավոր իրադարձությունների այսքան խոր իմացություն։ Ու այս բոլորը ծավալով ոչ այնքան մեծ գրքի մեջ, որի հեղինակը գյուղական ուսուցիչ է, սովորական մի ուսուցիչ, ով կարող էր ուզածդ պատմաբանի հետ գիտական ինչ կոչում են ունենար, ծունկ ծնկի նստեր, մասնագիտական ամենաբարդ հարցերի շուրջ ազատ անկաշկան զրուցել, իր տեսակետը պնդել, առարկել, համոզել ու հաստատել»։ Նա անմիջական էր, այսինքն գործը շատ լավ էր պատկերացնում դպրոցական գործը եւ միևնույն ժամանակ կոլեկտիվի լավ ղեկավար էր, շատ լավ ազնվորություն, շատ պատրաստ գրագետ եւ պատահական չէ որ ինքը հետագայում էլ
արդեն հետ խորհրդային ժամանակաշրջանում ինքը իր գիտելիքները արդեն շարադրեց, տեսեք, քանի գրքերում ներկայացնում է եւ իր փորձի մասին, եւ իր սերնդի ճակատագրերի մասին, եւ հետագայում եւ այ վերջին այդ հրատարակած գիրքը, որ արդեն պատմության շիկա տեղագործման պսիխոլոգիայի ներկա եւ այլը, այս ամենը խոսում է նրա մասին, որ միանգամայն պատրաստ ազնվորություն էր պիտանի ուսուցչական աշխատանքին, գործին նվիրված։ Կարծես ժամանակ չէր եղել իր գործունեության, իր տնօրեն աշխատելու ժամանակներում ստեղծագործելու։ Եվ այդ տարիները հիմնականում նվիրում էր, տրամադրում էր ստեղծագործելուն, նյութեր հրապարակելու, տարբեր արխիվներից նորություններ գտնելու եւ պատկերացրեք, օրինակ մեր գյուղի պատմության մասին ինքը տարբեր արխիվներից արդեն որ մի նորություն ար գտնում, անմիջապես գալիս էր դպրոց, բա գիտեք որ այսինչ դարում, այսինչ ժամանակում այսպիսի մի տեղեկություն է եղել։ Հա, ու փորձում էր անընդհատ նորություններով, թարմատքերով այս պատմությունը ավելի ճոխացնել, ավելի նորացնել։ Այս 85 տարեկանում արդեն գիրքեր գրում, ասում է պապիկ շատ ախր հոգնում ես, լի դա մտավոր հոգնածություն է, մի քիչ ասում այախճիկ ֆիզիկականը ես արդեն չեմ կարողանում։ Սա հաճույք եմ ասում զգում։ Այս գիրքը գրելով ասում եմ, ես հաճույք եմ զգում, նեղանում ար, որ ասում ենք հոգնում ես, մի քիչ հանգստացի արդեն ինքը դրանից վիրավորվում է, ասում ար, չէ, սա ինձ համար հաճույք է։ Գիշերն էլ վերարկենում տատիկս անընդհատ ասում է, լույսը հանգցրու, ասում է, չէ, հիշել եմ։ Ասում է քշերվա, երեքն էլնի վերակենում, լույսը միացում սկսում, ասում է, հա արդեն եկալ, արդեն ասում է, հիշել եմ այս դեպքը։ Սկսում ար ստեղծագործել 85-88 տարեկանում արդեն, այս երկու մի քանի տարիների ընթացքում։ Քիր բնավորություն ունի, շատ էր սիրում մեծարել ընդհանրապես իր ընկերներին, առանձնապես այն կոլեգա ընկերներին, որը նույնիսկ տարիքով իրանան ամոծում լել։ Այ հատեք ինձ առաջին գիրքը իրա որ գրել է, իմ սերնդի ճակատագիրը, որ հատե գիրքը գրել է, հենց դա է վկայում։ Դա մերեն երևելիների ժողկրտ բաժնի մարզային, մտքավս նույնիսկ կարող է հնցալել չի, միջև այս գիրքերը թղթերը հավաքալան վեր տպագրիմ, սես վերջի գիրքը, հիմա դրա վար ապացույցը, տես ինչ է, գիրքը ում անվիրած։ Նվիրում եմ Լղը հմարտունը շրջանի սոս յուղի միջնագարկ դպրոցի իմ նախկին, 90 տարեկան է ինքը, իմ նախկին ուսուցիչներ, պատմության ուսուցիչներ, Հայրապետ Բախշիի Ֆիրումյանի, Լևոն Համբարձումի Բալայանի եւ Հարություն Հայրապետի Մուքանյանի հիշատակին, ովքեր նպաստել են իմ մասնագիտական կրթության կայացմանը։ Այդ մարդիկ 30-ական, 40-ական թվականներին են իրան դասավանդալ, բայց արիուտեսը չի մոռանում։ Հետաքրքիրն այն է, որ Միքայել Բեգլարյանի ծնողները կարդալ չգիտեին, սակայն նրան այնքան էին ընթերցել տալիս դասը եւ պարտադրում էին, որ գրքեր կարդա, թերթեր, որ փոքրիկը ակամայից գրաճանաչ դարձավ։ Եվ ինքը միշտ խոստովանում է, որ իր հաջողության հասնելու միակ ճանապարհը ինքնակրթությունն էր։ Միքայել Բեգլարյանը 45 տարի աշխատել է որպես դպրոցի տնօրեն եւ անչափ մեծ աշխատանք է կատարել դպրոցաշինության ոլորտում։ Նրա անմիջական միջնորդությամբ վերակառուցվել ու նաեւ կառուցվել են Հերհերի, Քերթի ու Քարահունջի միջնակարգ դպրոցները։ Եվ ամենևին էլ պատահականություն չէ, որ նա արժանացել է շինարար տնօրենի կոչմանը։ Ուսուցիչ պատմաբանի բոլոր գրքերում էլ իշխում է հայրենասիրության գաղափարը, եւ այդ հայրենասիրությունը մարմնավորում է հենց ինքը։ Նա անչափ նվիրված էր գյուղին, կրթում ու դաստիարակում էր սերունդ եւ հպարտանում էր նրանց ամեն մի քայլով, եւ ամեն ինչ անում էր, որպեսզի երկրին պիտանի սերունդ դաստիարակի։ Նրա աշակերտները ընդունվում էին բարձր հաստատություններ, դառնում գիտնական, մանկավարժ, շինարար ու բժիշկ։ Եվ ինչպես ինքն էր սիրում ասել, ուսուցիչը չպետք է միայն գիտելիքներ հաղորդի, դա դասի միայն մի մասն է կազմում։ Ուսուցիչը աշակերտին պետք է սովորեցնի մտածել եւ ինքնուրույն աշխատել։ Նա այնքան էր նվիրված դպրոցին, դպրոցական գործին, որտեղ որ աշխատել է, հենց սկսել է դպրոցական շինարարությունից։ Բարելավ է դպրոցի պայմանները, աշխատանքի պայմանները, պատահական չի, որ հերհերում աշխատել է, այնտեղ էլ թեկուզ այն նախկին ոճով հարմար դպրոցական շենքի հարմար շենք են պատրաստել, որ դասասենյակներն դասավանդը։ Հետագայում արդեն երբ տեղափոխվել է Քերթի միջնակարգ դպրոցը իրեն ժամանակաշրջանում է կառուցվել։
Քարավունջ վերջը արդեն վերջի տարիներին իրեն հենց իսկական հայրենի գյուղում այս ամենը խոսում են նրան, որ նա ոչ թե ձևական դպրոցի տնօրեն էր, այլ մտահոգված էր դպրոցական գործի կատարելագործմամբ, պայմանների բարելավմամբ, ուսուցիչների հետ նկատմամբ հոգատար էր, երբեք այնպես խիստ նկատողությամբ կամ դասաբաշխման ժամանակ, ասենք, պատժի միջոց որպես ժամ օգտագործել, դասաժամերը քիչ հատկացրել, այդպեսի բան չի։ Իր տնօրինության տարիներին դպրոցը ունեցել է մեծ հաջողություններ, առաջինը կասեի ուսման առումով այսօր ունենք պետության մեջ գիտական, քաղաքական գործիչներ, որոնք ընկեր Բեգլարյանի աշակերտներն են եղել։ Բախտ է վիճակվել, որ աշխատել ընկեր Բեգլարյանի հետ որպես կոլեգա, որպես տնօրեն։ Միշտ եղել է ավագ խորհրդատու, ուղղորդող, բացատրող, ինչ եւ երիտասարդ մասնագետներին, սերնդին օգնության կարգով մոտիկություն ցուցաբերել, ուղղորդել ավելի շուտ կարելի ասել։ Լինելով տնօրեն առաջին հերթին եղել է մեծ մանկավարժ։ Հետո նշեմ, որ մեր դպրոցում, մեր գյուղում դպրոց չկար, այսպես ասած, ընդհանրապես, էլի, մինչև կոլտնտեսությունների ապահովաշարացումը։ Երբ 88-19 թվականներին կոլտնտեսությունների ապահովաշարացումը սկսվեց, հենց այսպես ասած, ընկեր Բեգլարյանի անմիջական ջանքերով Քարավունջ գյուղում միանգամից, այսպես ասած, միջնակարգ դպրոց բացվեց իր մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ դպրոցական շենք էլ չկար։ Մի 15-20 օրվա ընթացքում մեր այդ հանդիսությունների տունը բաժանվեց երկու մասի, ու մի մասում նորից նշենք, որ իր անմիջական նախաձեռնությամբ, էլի, այդ դասասենյակներ առանձնացվեց ու հարմարեցված դասասենյակներում միջնակարգ դպրոց բացվեց, այն ժամանակ 54 մոտ 60 աշակերտով։ Հետագայում արդեն աշակերտների քանակը քչացել է, էլի, այսպես ասած։ Ամենահիմնական հատկություններից մեկն էլ այն է, որ ինքը իր նպատակին հասնում էր։ Հենց ապացույցը Քերթի միջնակարգ դպրոցի շինարարությունը, որ սկսվել են ժամանակաշրջանը, պլանի մեջ է մտցել շինարարության, եւ մի դպրոցում, Խարխոմ դպրոցում դասավանդել է, մյուսում ինքը եւ դպրոցի աշխատանքները ղեկավարում եւ այն շինարարությունը չէր կտրում։ Եվ ես որպես նրա աշակերտ մի օրինակ բերեմ, 7-րդ թե 8-րդ դասանում դասերից փախչել ու գնացել ենք Մուշկապատում ֆուտբոլ խաղալու, հիմա որ եկել ենք, մեր դասը մոտիկացել է, որ ընկեր Բեգլարյանը ձեզ դուժելու է, անպայման դուժուլական է։ Հիմա Կոմիտաս Հակոբյանը, որը Արցախյան ազատամարտի զոհված ազատամարտիկ է, մեր համադասարանցին, մեզ հանգստացնում է, որ ոչինչ, ես մի բան կանեմ։ Հիմա նամակ է գրում ընկեր Բեգլարյանի վրա, մեծարգո պարոն Բեգլարյան եւ շարադրում։ Հիմա ընկեր Բեգլարյանը կարդալուց հետո կյամ չի։ Մեր դասիկն է մոտիկանում, վերից ինչի կարալի, ընկեր Բեգլարյանը ցույց ներելա։ Հետո ճշտալ որ այդ մեծարգո բառի մեջ, այդ ժամանակներում այդ մեծարգո բառը չէին օգտագործում։ Հա, այդ մեծարգո բառը փաստորեն մեզ ներելա։ Հա։ Մեծարգո բառը բրկել է մեզ, հա։ Շատ հոյակապ ազնվորություն է։ Նրանից հետո մենք արդեն, չգիտեմ, ճակատագրի բերումով խնամ ենք դարձել, միջև վերջ էլ, անգամ 89 թվականից հետո, երբ արդեն ինքը տեղափոխվել է Քարավունջի հիմնական դպրոցի տնօրեն, սակայն միջև 2015 թվականի հուլիսի 17-ը, չէ, միջև հուլիսի 17-ը, միջև մահանալու օրն էլ, միշտ ցավում էր, իրա, թե կատարած աշխատանքի, որը թողել է մեր դպրոցում եւ ընդհանրապես ցանկացած գործի հետ կապված կադրային նշանակումների մի քանի անգամ անձամբ ինձ է խորհրդվել, փորձել եմ համայնքի ղեկավարի ընտրությունների մասնակցել եւ այլն, քաղաքականության մեջ մտնել, անընդհատ ինձ ուղղություններ ցույց տան, որ գործ չունես, քեզ այդ քաղաքականության հետ գործ չունես։ Քոնը դպրոցն է, պիտի դպրոցը մնաս։ Մենք ես որպես աշակերտի, երբ առավոտ քնից զարթում ենք, ասինքն անմիջապես կար այդ գիտակցությունը, որ կես վայրկյան, կես րոպե անգամ չպիտի մենք զանգը հնչելուց հետո մտնեինք։ Եվ փորձում ենք ոչ թե
Այսինքն 5-10 րոպե, այլ 20 կես ժամ շուտ դպրոց հաճախ էինք։ Իրոք այդպիսի բարձր կարգապահություն կար։ Կոլեկտիվը գնահատել է Ջերբեգլարյանի այդ մեծ մանկավարժական աշխատանքը։ Եվ ճիշտ է հետմահու, բայց Քարոջի հիմնական դպրոցը մեր մանկավարժական խորհրդի որոշմամբ անվանակոչվել է Ջերբեգլարյանի անունով։ Դա իր երազանքն էր, բայց ինչ որտեղ ասենք գուցե նաև մեր թերություններ, որ այդ իր կենթանության օրոք չեք կատարել այդ գործողությունը, բայց ամենայն դեպս կատարվել է։ Նրա աշխատասիրությունն ու էներգիան անսպառ էր թվում։ Եվ Միքայել Բեգլարյանի ապրած տարիների հետ կարծես մեծանում էր նրա աշխատասիրությունը։ Շատ հյուրասեր էր, սիրում էր մարդկանց հրավիրել իր տուն, սեղան բացել, զրուցել։ Նա մեծ Գերդաստանի պապիկ էր, հրաշալի ծնող էր ու անկրկնելի ընկեր։ Դպրոցի ուսումնական աշխատանքի ճիշտ գնահատման համար տեսուչները ներկայանում էին դպրոց եւ որպեսզի բոլորի աշխատանքը օբյեկտիվ գնահատվի։ Նա երբեք տեսուչներին չէր բաշխում, ուսուցիչներ, ասենք, մեկը գնա մյուսի տանը մնա, մյուսը գնա ուրիշի տանը մասնագետի հետ մնալի, ասենք 5 հոգի էր, 6 հոգի էր, այդ 5 հոգի, 6 հոգին իրենց բնակարանում էին մնում, 3-4 օր, նույնիսկ 5 օր, որովհետև միջնակարգ դպրոցի տեսչավորումը ամենակիչը 5 օր պիտի որ դրությամբ կարողանան աշխատանքը կատարել։ Եվ պատկերացրու 5-6 հոգի այդ մի շաբաթվա ընթացքում իրենց տանում ամեն ինչով էլի հասկանալի է։ Հա, որ ասում է կհաշվում եմ, այն որ աշխատասում եմ, կհաշվում եմ, որ մի ամսով աշխատավարձը չեմ ստացել։ Ինչ կա որ, բայց թող ուսուցիչների աշխատանքը ճիշտ գնահատվի։ Շատ լավ է լինում, որ հարց է զգնում խելոք, բանիմաց, գրագետ ընտանիք։ Ու այդ բախտը ինձ վիճակվել է։ Ես շատ գոհ եմ իմ կեսրայից, դեռ սովորելու ժամանակ ես լավ էի սովորում, եկավ խնամախոսության, հայրս ասաց, որ չէ, այդ բանը չի ստացվի, պիտի ես իրեն տանեմ բարձրագույն ուսումնարանում սովորեմ, բայց նա ասաց, չէ, դու արդեն բազմանդամ ընտանիք եք, մենք ունենք 6 երեխաներ, ասաց դու նոր ես արդեն, ես արջնեկն եմ, երկրորդն եմ, այսինքն նա ասաց, որ դու քեզ չեմ ծանրաբերել, ես կտանեմ եւ կսովորեցնեմ բարձրագույն, հա, համալսարան կտանեմ եւ այնտեղ կսովորի եւ այդպես էլ կատարեց, գոհ շնորհակալ եմ, ինքը շատ հյուրասեր էր, շատ ուրեմն բարեկամասեր էր, Վերին Աշճյանի նա բոլորին էլ հարգում էր, իմ բարեկամներիս նամանավանդ, երբ որ սեղան ենք նստում, մի անգամ ասում է, ես ինչպես ստացվեց, որ բարեկամներս բոլորը լավ են, հա, հայրս ասում է, Բեգլարյան, բարեկամներդ չեն, լավ, դու ես լավ, եւ իրոք այդպես է, բոլորը, որ մեկը, որ սեղան են գցում, ինքը հպարտանում էր, ուրախանում էր, որ ուրախությանը չափսաման չկար, ասում եմ, ես ճիշտ ասած հոգնում եմ, բան անեմ, ասում ես Մարտին, այս սրան ուրախության ցանկությունը, սա ուրախությունը ինչքան ալի, որ այդպես ինքը ուզում անդադ որ հյուրեր գնան եւ այլ, այսպես էլի։ Նախ 6 զավակների 18 թորն ունի, 32 ծոր եւ կորն։ Գորը տեսել։ Թորան թորը եւ կորն շատ քիչ մարդկանց հա բախտ վիճակում կորնը տեսնա։ Եվ ինքը տեսալ այդ կորնը։ Դե շատ արհապարտանում այդ իրան այդ ճուղավորված ընտանիքով բանով, հասկանում ես։ Երեխաներն էլ լավ են, դե Փարքաստո եւ իրար հետ են լավ, իրան ընդհանրապես եղբայրներ, քույրեր, երեխաներ, թորեր, ծորեր։ Դե ես որպես ավակ որդի օրինակ հպարտանում մեր երեխաներին, իրանց են պենավեր իրան հետ լավ են, էլի։ Համախմբված են բոլորը, կարևորը դա է։ Շատ համախմբված, իհարկե հաջողությունը գրավական ընտանիքին օջախին տա է։ Ծնվել մեծացել եմ պապիկիս կողքի, շատ բարի հոգատար, բարի խորհրդատու, բեգլարյանական ոգով եմ մեծացել եւ այժմ շատ հպարտ եմ,
Հպարտանում եմ, որ նրա կառուցած դպրոցում եմ սովորել, հիմա էլ աշխատում եմ Քերթի միջնակարգ դպրոցում, բոլոր իր հիշողություններն են դպրոցում։ Ես էլ մեծ հպարտություն եմ Նաև ոգևորվում ես, որ նման մարդու հպարտություն եմ զգում։ Ամեն օր երբ գնում էի, հարցնում էր. «Ձեր դպրոցում էս ինչը տեղին է, այն ինչը սենց է»։ Ես էլ դե միշտ լավն էի ասում, հա, պապիկ հանգստացի։ Նա միշտ ասել է, երբ որ ախր միայն չի կինը գնա աշխատանքի, միայն չի տղամարդը գնա։ Երբ որ գնում եմ, ասում եմ, աղջիկ, այդպես չէ հարցը, մի 15-20 րոպե շուտ գնա։ Ասում քեզ ինքը որովհետև նվիրված է իրեն աշխատանքին։ Նա ժամը 7-ին որ գնացել է, երեխաներս չեն տեսել իրեն։ Մեկ էլ առավոտ 7-ին գնացել է, երեկոյան 7-ին վերադարձել։ Եվ նա ասել է, այսօր էս կատարեցինք, ինչ որ կատարել են դպրոցում, եկել է մեկ-մեկ ասել։ Ասում եք բոլոր դու ես կատարում, ասում հա, պիտի կառուցես, պիտի ինչ որ մի աշխատանք կատարես, որպեսզի միշտ հիշեն քեզ։ Հա, ասում ինձ գիտես ինչ են ասում, ես 7 գյուղում դասավանդել եմ ու այնտեղ էլ տնօրեն եմ եղել, ինձ ասել են շինարար տնօրեն, այդպես են իրեն անվանել։ Տանն էլ է աշխատել, արդեն այդ որ Քարաուժ գյուղում աշխատում էր, այն ժամանակ արդեն տաններ այգում էր աշխատում, հա, այգում աշխատում էր, ամիջապես գալիս եւ սկսում էր գրում, ասում եմ, դե մի քիչ հանգստացել է, ասում է, չէ, գրելը հանգստություն է, դու չես իմանում։ Գրելը միաժամանակ ինձ համար հանգստություն է։ Հա, հարց եմ տվել, ասում ինչու՞ չես այն երիտասարդ ժամանակ գրել, ասում եմ, երիտասարդ ժամանակ ուսերից բեռը կար դրված, իսկ հիմա բեռ չկար, թևաթափ եմ եղել, ինձ համար աշխատում եմ։ Մայրս չէր թողնում, որ ինքը ինչ որ հանրոք աշխատանքներով աշխատի։ Հետո գայի մարդը որ եկալ են Քարահունջ, արդեն բացի քերթար աշխատում, ասում եմ դու ոչ մի անգամ են գոմը, բանը, բան չմտնես։ Դու ասում եմ մանկավարժ ես։ Քեզանից ասում եմ չպիտի այն գոմի հոտո բանը գալի, ինքը իմ որ ծառայությունները իմ հոր հանդեպ շատ մեծ է, անչափ մեծ է։ Ես պատկերացրու, եթե իմ արդ չլիներ, իմ հար միգուցե այդ չկայանար որպեսի մեծ մանկավարժ, հասկանում եք, մեծ մանկավարժ։ Հետագայի մարդեն իրան հնարավորություն էլ այդ գրքերի բանի վրան աշխատե։ Կարել չի մարդ այն ժամանակներում եւ դպրոց կառուցի, եւ այն մնացած հոգսերը ու այդ ժամանակ չկա ուղղակի։ Հետո արդեն իր մտքերը բանը թղթինա շարադրալ արդեն այն ժամանակ որ արդեն պաշտոնաթող է եղել։ Հարազատները պատմում են, որ նա անհամբեր սպասում էր իր 90-ամյակին։ Ուզում էր, որ այդ օրը բոլոր հարազատները հավաքվեն իր օջախում։ Ցանկանում էր սրտի խոսքն ասել ու խոստովանել, որ հպարտանում է իր ընտանիքով, թոռներով, բարեկամներով, սակայն ափսոս չհասցրեց։ Պապիկիս միակ երազանքն էլ էր 90-ամյակը նշել։ Ասում էր արդեն իր պատառողջալ, ասում է, չէ, ասում է մի տարի էլ ապրեմ, ասում է, հա, պապիկ կապրես, այնս լավ, ասում է, չէ, ասում է, արդեն լավ չեմ, ասում չէ, 90-ամյակը նանոք ճոխվել, ասում է, չէ։ Զգում էր, չէ, երևի։ Հա, զգում էր, բայց իր ցանկությունն է, լի արել 90-ամյակը լի հավաքվենք նշել։ Հուլիսի 27-ին լրացավ Միքայել Բեգլարյանի 90-ամյակը, եւ նրա ապրած տարիները իսկապես խոսում են լիարժեք ու գունավոր կյանքի մասին։ Դե ամոթ թողենք մենք մնում այն տեսակետից, որ 89 թվականին երբ դպրոցը բաժանվեց Քերթի միջնակարգ դպրոցից, այն ժամանակ 54 աշակերտ էր սովորում։ Այսօր 20-22 աշակերտ է սովորում։ Մենք էլ մանկավարժներս ամոթ թողենք մնում, վերջի այս ինչա յուղ զարգանալու փոխարեն սոցիալական պայմանները բարելավում են։ Պետությունը օկատարության շրջապատում է յուղին, բայց մենք մեր այդ սոցիալական ծառայությունների դիմացը չենք վճարում պետության։ Պատմաբանը թերևս առավել քան որևէ այլ առարկայի դասատու պետք է ունենա չափազանց լայն մտահորիզոն, առանց որի անիմաստ է արդյունավետ աշխատանք կազմակերպել պատմության դասավանդման ասպարեզում։ Ահա այսպիսի տողեր է գրում իր գրքում Միքայել Բեգլարյանը։ Ճանաչեցինք հետաքրքիր բնավորությամբ ու յուրօրինակ աշխարհով մի մարդու ևս։ Այսպիսին էր մեր այսօրվա շարավիղը։ Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։